Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1312-րդ օրն է։ Այսօր նաև Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկի 5-րդ տարելիցն է։ Մենք հարգում ենք մեր հերոսաբար ընկած եղբայրների հիշատակը եւ խոնարհվում ենք պատերազմը չպարտված հայ զինվորների հերոսությամբ։ Այդ պատերազմը եւ նրա քաղաքական հետևանքները արդյունքն են Ռուսաստանի ազդեցության տակ մնալու անպատասխանատու քաղաքականության։ Ես համոզված եմ, եթե Բալթյան երկրների պես մենք էլ մեր հաղթանակած անկախությամբ մտնեինք արևմտյան անվտանգային համակարգ, ապա կշարունակեինք խաղաղ ապրել մեր տարածաշրջանում առանց վախի եւ դրսից թելադրանքի։ Պարզապես քաղաքական առաջնորդ կոչեցյալները իրենց ագահությունը եւ տկարությունը ծածկեցին ռուսների չեղած հզորությամբ եւ իրենց ոչուփուչությունը արդարացնում են մինչ այսօր արևմուտքի դիրքորոշմամբ։ Ես Ուկրաինայի փորձից ելնելով ասեմ, որ մեզ էլ 3-4 օրվա կյանք էին թողել արևմտյան շատ ղեկավարներ եւ իբր վերլուծական կենտրոններ, բայց մեր կամքը եւ Ուկրաինայի ղեկավարության անկոտրումությունը համոզեցին, որ կարելի է հաղթել նույնիսկ ամենահզոր թվացող թշնամուն։ Մենք հայերս 90-ականներին նույնպես ամբողջ աշխարհին զարմացրեցինք մեր կամքով եւ ոգով, բայց մեր թշնամիները չեն հասել իրենց նպատակին։ Հայ ժողովրդի կամքը միևնույն է անկոտրում է եւ ասեմ փառք հայ զինվորին, հայ ժողովրդին եւ մեր Հայաստանին։ Այսօրվա եթերի համար նորությունները շատ են, կփորձեմ ձեզ կարճ ներկայացնել իմ դիտարկմամբ ամենակարևորները։ Մերցը հայտարարեց Եվրամիությունում խաղաղ դարաշրջանի ավարտի մասին, Նեթանյահուն մեղադրեց արևմուտքին ահաբեկչությունը խրախուսելու մեջ, Lockheed Martin ընկերությունը Եվրոպայում առաջ է մղում THAAD հակաօդային պաշտպանության համակարգը, Եվրոպական միությունը գտել է մեխանիզմ բռնագրավելու ռուսական ակտիվները, Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը բացատրել է ինչու է Ռուսաստանը դրոններ արձակում Եվրոպայի վրա, Ուկրաինան ավելացնում է դրոնների, հատկապես խափանիչ որսող դրոնների արտադրությունը, իսկ Չուվաշիայում դրոնային հարձակման հետևանքով դադարեցվել է նավթի փոխադրիչ կայանի աշխատանքը, չնայած Ռուսաստանում փորձում են կոծկել այդ լուրը։ Բայց նախքան մեր այսօրվա եթերի հիմնական թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացնել YouTube-ի գործիքներից օգտվելուն եւ մեր եթերը լայքելու համար, ինչպես նաեւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում, փորձենք ավելի շատ մարդկանց ներգրավել, որպեսզի իմանան ինչ է իրականում տեղի ունենում Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ եւ ինչ իրադարձություններ կարող են իրենց հետևանքները ունենալ Հայաստանի համար, ինչպես ասում են, ով զգուշացված է, նա զինված է։ Անցնենք քաղաքական լուրերին, խաղաղություն այլևս չկա։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ աշխարհում, մասնավորապես Եվրոպայում, տեղի են ունենում հիմնարար փոփոխություններ։ Ուրբաթ սեպտեմբերի 26-ին Բեռլինում կայացած էկոհամակարգային գագաթնաժողովի ընթացքում, ինչպես հաղորդում է Handelsblatt-ը, Մերցը նշել է. Գերմանիայում այլևս հնարավոր չէ խոսել խաղաղության մասին, հատկապես տվյալների ցանցերի եւ ենթակառուցվածքների վրա իրականացվող հարձակումներից հետո։ Գերմանիայի ղեկավարը ընդգծել է, վտանգը իրական է։ Նա նշել է վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած մի շարք դեպքեր, դրոնների թռիչքներ, լրտեսություն, սպանություն, տիրագերտնում, զանգվածային սպառնալիքներ հանրային դեմքերին եւ ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի այլ երկրներում, սաբոտաժի գործողություններ ամեն օր, փորձեր կաթվածահար անել տվյալների մշակման կենտրոնները, կիբերհարձակումներ։ Մերցը շեշտել է, այսօրվա պատերազմը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլև հենց Եվրամիության երկրներին, մասնավորապես Գերմանիային։ Մեջբերեմ, մենք չենք գտնվում պատերազմական վիճակում, բայց նաև խաղաղության մեջ էլ չենք։ Եվ մենք պետք է հստակ գիտակցենք դա, եթե ցանկանում ենք պատասխան տալ այն մարտահրավերներին, որոնց բախվում ենք այսօր, ասել է Գերմանիայի կանցլերը։ Ասեք, որ շատ նման է նաև Հայաստանի իրավիճակին։ Մեր հայրենիքը չի գտնվում պատերազմական իրավիճակում, փառք Աստծո, բայց նաև խաղաղության մեջ էլ չէ։ Եվ պետք է շատ ուշադիր լինել բոլոր իրադարձություններին, որոնք մեր շուրջ կատարվում են։ Մերցը ընդգծել է, փոփոխություններն աշխարհում այնքան խորքային են, որ մենք հավանաբար լիարժեքորեն կհասկանանք դրանց իրական էությունը միայն տարիներ անց, հետադարձ հայացքով։ Քաղաքական գործիչը դա անվանել է իրական հիմնարար շեղում գլոբալ քաղաքական եւ տնտեսական ուժային կենտրոնների միջև հարաբերակցությունում։ Խոսքը քաղաքական իշխանության վերակառուցման մասին է եւ որոշ դեպքերում քաղաքական իշխանության, որը հենվում է ռազմական ուժի վրա։ Իդեպ անցած գիշեր անհայտ դրոններ են նկատվել Գերմանիայում, Հյուսիսում, Շլեզվիգ-Հոլշտեյնում, միևնույն ժամանակ հաղորդվել է, որ ռուսական
կործանիչը թռել Գերմանիայի ռազմածովային նավի վրայով Բալտիկ ծովի տարածքում։ Իմ կողմից ասեմ, հատուկ շեշտելով, Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու քաղաքական վերնախավը պարտավոր են ծայրահեղ լրջությամբ եւ պատասխանատվությամբ վերաբերվել տեղի ունեցող գործողություններին, որպեսզի մեր հայրենիքը չհայտնվի այն երկրների շարքում, որոնք ընկալվում են որպես չարի առանցք։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հանդես է եկել կոշտ 40 րոպեանոց ելույթով, մեղադրելով արևմտյան դաշնակիցներին, որոնք ճանաչել են Պաղեստինյան պետությունը։ Նեթանյահուն որոշ դաշնակիցների մեղադրել է ահաբեկչությանը խրախուսելու մեջ։ Նրա ելույթի կենտրոնական թեման է եղել այդ ճանաչման խստիվ դատապարտումը։ Նեթանյահուն դա անվանել է ամոթի նշան, հատկապես այն բանից հետո, երբ 23 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Համասի ահաբեկչական հարձակումը Իսրայելի վրա։ Նեթանյահուն նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելը կարողացել է լավ ճնշել հուսիտներին, ոչնչացրել է Համասի ահաբեկչական մեքենայի հիմնարար մասը, ինչպես նաև կաթվածահար է արել Հեզբոլլա խմբավորումը, վերացնելով նրա առաջնորդների մեծ մասին եւ զինանոցը։ Տեսանելիության համար նա կրկին ներկայացրել է այն նույն քարտեզը, որը մեկ տարի առաջ արդեն ցուցադրել էր Իրանի ահաբեկչական առանցքը պատկերելով։ Հետաքրքիր է, որ քարտեզի մեջ դեռ Թուրքիան ներգրավված չէ, բայց մենք գիտենք, թե ինչ պայքարի մեջ են Թուրքիան եւ Իսրայելը։ Ձեր էկրաններին տեսնում եք, որ այդ քարտեզում ընդգրկված են նաև այն երկրները, որոնք կամ անմիջապես սահմանակից են Հայաստանին, կամ գտնվում են մեր հայրենիքի անմիջական հարևանությամբ։ Սա նշանակում է մեկ պարզ բան՝ տարածաշրջանում խաղաղություն չկա։ Իսկ Պաղեստինի գոյություն չունեցող պետության ճանաչումը վտանգավոր քայլ է, որը կարող է օգտագործվել երրորդ երկրների կողմից Հայաստանի դեմ։ Այն խորհրդականները, ովքեր խորհուրդ են տվել ճանաչել Պաղեստինը, իմ կարծիքով պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Սա իմ համոզմունքն է։ Ոչ մի արևմտյան պետության չեղած Պաղեստինի ճանաչման օրինակ բերելը արդարացում չէ Հայաստանի դեպքում։ Հայաստանը ունի իր աշխարհագրությունը եւ իր շահերն ու անվտանգությունը, բայց այս ամենին պետք չէ արձագանքել խոճապով, պետք է զերծ մնալ տեղեկատվությանը խոճապային տրամադրություններով մոտենալուն։ Տեղեկատվությունը զգուշացում է, իսկ ով զգուշացված է, նա զինված է։ Անհրաժեշտ է սառը խորքային վերլուծություն եւ ճիշտ հավասարակշռված քաղաքականություն։ Ուկրաինայի օրինակով ասեմ, երբ մեր արևմտյան գործընկերները սխալվում են, մենք երկխոսում ենք եւ մերն ենք պաշտպանում, մենք պարզապես չենք կրկնօրինակում ոչ մեկի քայլը, այլ քննարկում ենք եւ գալիս ենք ընդհանուր հայտարարի։ Սա շատ կարեւոր փորձ է, որը կարելի է նաեւ Հայաստանի դեպքում օգտագործել, հատկապես երբ մենք ունենք սփյուռք, ունենք շատ կվալիֆիկացված կադր ամբողջ աշխարհով մեկ եւ ես վստահ եմ, որ բոլորն էլ պատրաստ կլինեն Հայաստանին օգնելու ցանկացած որոշումներ կայացնելուց առաջ։ Ռուսաստանը փորձարկում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությունը եւ հավաքում է տեղեկատվություն, այնուհետև հնարավոր պատերազմի դեպքում օգտագործելու նպատակով։ Այս հանգամանքները մատնանշում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի զեկույցը։ Ընդհանուր առմամբ եվրոպական երկրները այժմ պայքարում են անհայտ անօդաչու թռչող սարքերի, իսկ եթե ավելի ճիշտ ռուսական ծագում ունեցող դրոնային գործունեության ակտիվությանը սահմանային շրջաններում եւ ենթակառուցվածքների մերձակայքում, հիշեցնենք, որ ռուսական դրոններ են արձանագրվել Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի եւ Ռումինիայի տարածքներում։ Միաժամանակ Ուկրաինան մեծացնում է անօդաչուների արտադրությունը, հատկապես կործանիչ դրոնների ուղղությամբ։ Նախապես հաղորդվել էր, որ աճ է դիտարկվում նաև հեռահար ճշգրիտ հարվածային դրոնների արտադրության մեջ, որոնք օգտագործվում են հակառակորդի օբյեկտների նկատմամբ, սակայն անհրաժեշտ է նաև զանգվածային պաշտպանական դրոնների արտադրություն, ինչպես ես երեք նշել էի իմ եթերում, դրա համար ստեղծվում է առանձին զորատեսակ իր հրամանատարությամբ եւ կառավարման հատուկ համակարգով։ Ավելացնեմ իմ կողմից, ռուսները դրոնների թռիչքները ոչ միայն տեղեկատվության հավաքման համար են օգտագործում, այլև քաղաքական նպատակներով։ Պուտինյան ռեժիմը տանուլ տալով Ուկրաինայի պատերազմը, բայց չցանկանալով ընդունել դա, փորձում է պատերազմով վախեցնել Արևմուտքին եւ ստիպել նրան ազդել Ուկրաինայի վրա, պատերազմը ավարտել Ռուսաստանին զիջումների գնալով, որպեսզի Պուտինյան ռեժիմը հաղթական ներկայանա իր բնակչության համար։ Բայց Պուտինի խնդիրն այն է, որ մենք սա գիտենք եւ Արևմուտքն ընդհանուր առմամբ նույնպես հասկանում է դա, իսկ ուկրաինացիներին ճնշումների գնալ ստիպելը անհնար է։ Ամերիկյան ռազմական հսկան Lockheed Martin-ը ակտիվորեն առաջ է մղում իր հակահրթիռային առաջադեմ համակարգը THAAD-ը եվրոպական երկրներում Ռուսաստանի աճող սպառնալիքի ֆոնին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը, վկայակոչելով ընկերության նախագահ Մայքլ Ուիլյամսոնին։ Նրա խոսքով Lockheed Martin-ը ներկայումս բանակցություններ է վարում մի քանի եվրոպական երկրների հետ THAAD համակարգի հնարավոր մատակարարման վերաբերյալ։ Ուիլյամսոնը նշել է, որ ընկերությունը իր աճի հիմնական
կառավարության հնարավորությունները տեսնում է Ամերիկայից դուրս, հատկապես եվրոպական շուկաներում, եւ դա առավել տեսանելի կլինի առաջիկա 5 տարիների ընթացքում։ Մյուս կողմից Եվրոմիության իրավաբանները մշակել են իրավական սխեմա, որը թույլ կտա կվալիֆիկացված մեծամասնությամբ ընդունել որոշում Ուկրաինային տրամադրվող այսպես կոչված ռեպարացիոն վարկի վերաբերյալ։ Եվրոպական հանձնաժողովը այս հարցում կպահանջի հենվել մի շարք եզրակացությունների վրա, որոնք ընդունվել են Եվրոպական խորհրդի կողմից եւ որոնց համաձայնել են Եվրոմիության բոլոր առաջնորդները, այդ թվում նույնիսկ Վիկտոր Օրբանը դեռևս 24 թվականի դեկտեմբերի 19-ին։ Այս ամենը վկայում է, որ Արևմուտքը պատրաստում է ավելի երկարատև դիմակայության թե ռազմական, թե ֆինանսատնտեսական մակարդակում ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության։ Մոտեցանք ռազմաճակատի լուրերին։ Անցած մեկ օրվա ընթացքում ճակատային գծում արձանագրվել է 186 մարտական բախում, 3 թշնամին արձակել է 1 հրթիռ եւ հասցրել 67 օդային հարված, կիրառելով 142 կառավարվող ռումբ, ընդհանուր առմամբ գրանցվել է 4953 հրետանային հարված, այդ թվում 135 հարված ռեակտիվ կայաններից, ինչպես նաև կիրառվել է 5924 կամիկաձե դրոն։ Ագրեսորը օդային հարվածներ է հասցրել Սումիի, Դոնեցկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի սահմանամերձ բնակավայրերին։ Անցած օրը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել հակառակորդի կենթանի ուժի եւ տեխնիկայի կենտրոնացման 8 հատվածների։ Մարտական գործողությունները շարունակվել են 12 ուղղություններով, Հյուսիս Սլոբոժանյան եւ Կուրսկի ուղղություններով տեղի են ունեցել 10 մարտական բախում։ Պոկրովսկի ուղղությամբ ուկրաինացի պաշտպանները կասեցրել են թշնամու 62 հարձակողական գործողություն, Հարավ Սլոբոդյանյան ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հետ են մղել թշնամու 4 հարձակում, Կուպյանսկի ուղղությամբ տեղի ունեցել օկուպանտների 4 հարձակում, Ուկրաինայի պաշտպանության ուժերը Լիմանի ուղղությամբ հետ են մղել թշնամու 20 հարձակում, Սևերսկի ուղղությամբ մեր պաշտպանները հետ են մղել ռուսական զորքերի 9 հարձակում, Կրամատորսկի ուղղությամբ գրանցվել է 6 բախում, Տորեցկի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է 21 հարձակում, Նավապավլովսկի ուղղությամբ պաշտպանության ուժերը կասեցրել են թշնամու մեր գծերը ճեղքելու 27 փորձ, Գուլյայպոլեի ուղղությամբ թշնամին 5 անգամ հարձակվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի դիրքերի վրա, Օրեխովի ուղղությամբ թշնամին 2 անգամ հարձակվել է մեր դիրքերի վրա, Պրիդնեպրի ուղղությամբ թշնամին ապարդյուն 4 գրոհ է իրականացրել, ուկրաինացի զինվորականները շարունակում են պատճառել զգալի կորուստներ հակառակորդին, ինչպես կենթանի ուժի, այնպես էլ տեխնիկայի առումով, թշնամու թիկունքում խաթարվում են լոգիստիկան եւ հարձակողական ներուժը։ Ռուս օկուպանտների մեկօրյա կորուստները կազմել են 970 զինծառայող, 1 տանկ, 1 զրահամեքենա, 39 հրետանային համակարգ, 1 ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 հոբ կայան, 362 օպերատիվ մարտավարական դրոն, 93 միավոր ավտոտեխնիկա։ Ընդհանուր առմամբ մեկ օրում ոչնչացվել է 498 միավոր թշնամու զինտեխնիկա, իսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ռուսական բանակի կորուստները ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի փաստագրված տվյալների արդեն կազմել են 1,107,400 ռուս օկուպանտ։ Սեպտեմբերի 27-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվեցին Ուկրաինայի վրա 115 հարձակողական դրոններով, Ուկրաինայի հոբ ուժերը խոցել կամ չեզոքացրել են թշնամու 97 դրոն, արձանագրվել է 17 հարվածային դրոնների ուղիղ հարված 6 տարբեր տեղանքներում, բացի այդ 2 այլ վայրերում արձանագրվել է խոցված դրոնների բեկորների անկում։ Ռուսական ավիացիայի կողմից սահմանային եւ առաջնագծի տարածքների հրետակոծությունը շարունակվում է։ Սեպտեմբերի 26-ի ուրբաթ երեկոյան ռուսական ուժերը առնվազն 2 հարված են հասցրել Զապորոժիեի վրա, հարվածելով քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ինչպես միշտ ուկրաինական կողմը ի տարբերություն ռուսների թիրախավորել է ռազմական եւ ռազմավարական օբյեկտներ Ռուսաստանի տարածքում եւ ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Ուկրաինական բոլոր հարվածների կադրերը կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում, QR կոդը ձեր էկրաններին է, գրանցվեք եւ վայելեք։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ռուսաստանի Չուվաշիա հանրապետությունում գրանցվել է Ուկրաինայից եկող դրոնների հարվածներ նավթի պոմպակայանի վրա, օբյեկտի գործունեությունը դադարեցվել է։ Սա միակ հարվածը չէ Ռուսաստանի եւ օկուպացված տարածքներում, ինչպես ասացի, ամենը կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Կիևն ու Վաշինգտոնը մոտ են Տոմահավք հրթիռների մատակարարմանը, Սպիտակ տանը քննարկվում է Ուկրաինային Տոմահավք հրթիռների մատակարարման հնարավորությունը, այդ մասին ուրբաթ սեպտեմբերի 26-ին գրում է The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաներին։ Ըստ պարբերականի Դոնալդ Թրամփը հայտնել է, որ սկզբունքայնորեն դեմ չեն նման քայլին, սակայն որևէ պարտավորություն դեռ չի ստանձնել։ Նշվում է, որ հաջորդ շաբաթ ուկրաինական պատվիրակությունը կմեկնի Վաշինգտոն բանակցություններ վարելու ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։ Գլխավոր հարցերից մեկը ամերիկյան զենքի կիրառման սահմանափակումների հանման հնարավորությունն է ուղղված Ռուսաստանի տարածքին։ Շատ
շատ չերկարացնեմ շաբաթ օրվա եթերը, ձեզ լավ երեկո եմ մաղթում, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը եւ հուսամ կհանդիպենք արդեն վաղը ավելի լավ լուրերով։ Մինչ նոր հանդիպում։